Դասյարակությունը նպատակ ունի մարդուն դարձնել ինքնուրույն, ասել է թե ազատ կամք ունեցող էակ, Հեգել։ Բարի երեկո, եթերում է երջանկության մեխանիկան։ Դասյարակությունն է, որ յուրաքանչյուր հայի դրդում է ստեղծել իր ընտանիքը։ Դասյարակությունն է, որ ստեղծվում են այնպիսի ֆիլմեր, թե նախագծեր, որոնք որ միտված են հայրենասիրության առավել զարգացմանը, հայրենասիրության մտածողության հիմնավորմանը, արմատավորմանը, եւ իհարկե այդ ամենը միևնույն է գալիս հանգում է ընտանիքին։ Ես ասում եմ բարի երեկո այն ընտանիքին, որն արդեն մեր տաղավարում է, եւ նրանց ներկայացնելուց հետո ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի։ Պարզ կլինի ինչու է սկսեցի Հեգելի հետևյալ խոսքերով եւ անշուշտ ինչու հենց նշեցի հայրենիքի նկատմամբ սիրո փաստի մասին։ Մեր հյուրն է, ես նորից բացառության կարգով սկսում եմ երիտասարդ սերնդի ներկայացնելուց, որովհետեւ նրանցով է այսօր արդեն ավագ սերունդը ներկայանում։ Ներկայացնում եմ ձեզ դերասան Կարապետ Բալյանին, նրան ավելի շատ ընկերները դիմում են որպես Կարո։ Եվ մարդ, որ ավարտել է կինո եւ թատրոնի պետական ինստիտուտի դերասանական բաժինը Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարությամբ, հիմա սովորում է Մոսկվայի պետական արվեստների ակադեմիայում մագիստրատուրայում որպես դրամատիկական թատրոնի ռեժիսոր, հենց այդ բաժնում, աշխատել է Սոս Սարգսյանի ղեկավարությամբ Համազգային թատրոնում եւ առ այսօր աշխատում է, ուզում եմ ասել ուսանողական տարիներից ի վեր աշխատել է եւ այժմ էլ շարունակում է, ինչպես նաեւ աշխատում է որպես դասախոս թատերական արվեստի ինստիտուտում, ամենայն դեպս դասավանդում է։ Նկարահանվել է Գրիգոր Նարեկացի Ծաղկապար, քեզ ես եմ հարկավոր գեղարվեստական ֆիլմերում, մենք կմանրամասնենք թե դրանք ինչ ֆիլմեր են, ովքեր են հեղինակները։ Ես ուզում եմ ավելի կենտրոնանալ հենց հիմա հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող Գեներալի աղջիկը հեռուստաֆիլմի, հեռուստանախագծի վրա։ Այդ սերիալում նա գլխավոր հերոսի Դավթի կերպարում է հանդես գալիս եւ մեծ տարիքում այդ կերպարը մարմնավորում է շատ սիրելի անձնավորություն, դերասան, ռեժիսոր Արմեն Էլբակյանը։ Հիմա փաստորեն Կարոն Արմեն Էլբակյանի երիտասարդությունն է մարմնավորում։ Չեմ էլ շարունակում, թե որպես բեմադրող ռեժիսոր ինչ նախագծեր եւ պլաններ է մշակում հիմա, այդ կխոսի ինքը։ Իսկ ես ներկայացնեմ Կարոյի ծնողներին, բնականաբար առանց որոնց Կարոն չէ լինի այնպեսին, ինչպեսին որ է այսօր։ Ժպտադեմ, պայծառ, նրա մայրը Ժանետա Բալյանը, աղջկական ազգանվան Փարությունյան, մասնագիտությամբ մանկավարժ եւ ներկայումս աշխատում է Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցում ֆրանսերենի ուսուցչուհի է։ 40 տարվա մանկավարժ է, բայց Տիկին Ժանետայի բախտի բացման հիմնական գործոնն է եղել ֆրանսերենը, այդ մասին կիմանաք քիչ անց, իսկ ես ներկայացնեմ նրանց տան ասպետին Յուրի Բալյանը, հայրը Կարոյի, մասնագիտությամբ ճանապարհաշինարար, 12 տարի աշխատել է ճանապարհաշինության նախարարությունում, 20 տարի աշխատել է ճանապարհաշինության վարչության պետ որպես, իսկ հիմա արդեն Սահմանաշեն ՍՊԸ-ում իրականացնում է ճանապարհաշինության տեխնիկական հսկողություն, մի խոսքով ճանապարհաշինության մաեստրո։ Բարի երեկո։ Բարի գալուստ։ Փոքրիկ հրաշքը, արքադուստրը այստեղ նստած Գոհար Բալյանը Կարոյի ծնողների թորնուհին է, Կարոյի եղբոր դուստրն է, 6.5 տարեկան է, սովորում է թիվ 176 դպրոցի առաջին դասարանում եւ գնում է Պարի, Սեբաստիան մշակութային կենտրոն, թե ինչ է որոշել դառնալ կիմանաք քիչ անց, բայց ինչպես հասկացանք, տատիկի հետ շփումն անընդմեջ է եւ դպրոցում, եւ տան պայմաններում, եւ արդեն նաեւ մեր տաղավարում։ Բարի երեկո Գոհար։ Բարի սիրուն բալա։ Կարո, սկսենք սկզբից։ Թատերական ինստիտուտ։ Որ թվականին եք ընդունվել։ 2000 թվականին ընդունվեցի, 2004-ին ավարտեցի Ծատուրյանի արվեստանոցը։ Հարցս այլ կերպ ձևակերպեմ։ 2000 թվականին դեռ այդքան ընդունված եւ մոդայիկ չէր թատերական ինստիտուտը, ինչպես որ հիմա է։ Այն ժամանակ դեռ այդ ընթացիկ զարգացումներ, դեռ նոր փոխվող պատեր, նոր փոխվող ուսմունք, ռեմոնտի մեջ էին, վերանորոգման մեջ էին, դասախոսներ եւ այլն եւ այլն։ Ինչն էր, որ քեզ տարավ այդ երկար ոտքերը տարան դեպի թատերական ինստիտուտ։ Ես 2 տարի չգիտեմ, իրավաբանականի համար պարապեցի, 8-րդ դասանից պարապում էի պատմություն, անգլերեն, հայոց լեզու, պատմություն, անգլերեն, հայոց լեզու։ Ու լավ չպարապեցի։ Չէ, պարապելը լավ էի պարապել, ուղղակի եթե կհիշեք 2000 թվականին ինչ-որ ոսկի մեդալ տենց հասկացողություն առաջ ընկավ, ոսկի մեդալովները ինչ-որ առանց քննության նստում են եւ այլն, դու մի տեսակ այդ ամեն ինչից հիասթափվեցի, որ ես լավ էի տիրապետում, բայց ինչ-որ ոսկի մեդալ։
Հետո այն որ հավաքվում են, աջակողմյան հարևաններ, ձախակողմյան, վայ մեր դերասան Բալեն բան, ասես որ լինում է, չէ՞ խոսակցություն։ Դու այն դերասան Բալեն էիր։ Այն որ վայ մեր մի հատ արտասան է, որ քեֆ էր լինում, papayi քեֆը մի քիչ լավ էր լինում, այդ որ տմբուշկի վրա էր կանգնացնում, ասում էր դերել մի հատ արտասանի լսենք Բալես բան։ Այս վիճակներից էր սկսել, այս թատերական խմբակներ, բան, իմիջիալոց 6 տարեկանում առաջին թատերական խմբակում ղեկավարը Արմեն Սանտրոսյանն էր, այդ տիպի էլի հինեմ։ Հա։ Ու այդպես ասեցի, դե որ աջակողմյան ձախակողմյան այտենց հարևանները այտենց հավաքվել որոշում են, ասի գնամ, բայց գոնե ռեժիսոր դառնամ։ Գնացինք հայտերը տալու, գրեցի առաջին հայտ դրամ թատրոնի ռեժիսուրա, երկրորդը կինո ռեժիսուրա, երրորդը դերասանական։ Պապան ասեց ամեն դեպքում նշի էլի։ Նշեցի դերասանական, առաջին քննությունը դերասանականն էր մտա, Զատուրյանն ասեց ելեն մյուս քննություններին չմտնես, ասի ինչի, ասեց տենց։ Նրա ասածն էլ ասած է։ Հա, ու այդպես ընդունվեցի դերասանական կուրսը Նիկոլայ Զատուրյանի արվեստանոց։ Այս պահին մի փոքր ընդմիջենք, Տիկին Ժանետա, ձեր մյուս երկու երեխաները կապ չունեն, չէ՞ արվեստի հետ։ Ինչ հաճելի փաստ էր։ Բայց նրան ուղղորդողը մորաքույրն է եղել, մի բան մոռացա, որ ուղղորդեց մորաքույրը։ Հա, ամենակարևոր դերը մորաքույրս խաղաց, որ մեր ինստիտուտում բեմական խոսքեր դասավանդում Անժելա Հարությունյանը։ Հիմա չկա իհարկե։ Իր միջոցով էլի ավելի շատ մոտեցա ու ծանոթացա արվեստին, որովհետև եթե չլիներ, հաստատ այդքան լուրջ չէի ընդունել այդ հարևանների ասածները, բարեկամների եւ այլն։ Հիմա նորից վերադառնանք ձեր ավագ երեխաներին, ամենամեծը որդին է, աղջիկը, դուստերը։ Այո, Հետո արդեն տղան, հետո նոր Կարոն փոքրը։ Այո։ Փոքրերին երբեմն լավ առումով աչքաթող են անում, երբեմն էլ վատ առումով, այսինքն աչքաթող անելու արդյունքում մարդը հասել է թատերական ինստիտուտ։ Աչքաթող են արել։ Մեծերին չէիք թողնի հաստատ։ Չէ, ես շատ սիրել եմ եւ մեր ընտանիքն էլ այդպես եղել, երաշտական ընտանիք է եղել։ Հայրս, մայրս, 5 երեխա ենք եղել։ Ոնց նայում եմ դուք եք երկում Տիկին Ժանետա։ Ես շատ եմ սիրում եւ ընթառաջ եմ գնում Կարոյի։ Եվ ձեր պատրաստածը համեղ է, որովհետեւ ընթացքում երգում եք։ Գազարը կստատում։ Ինչ իմացակ, ինչ իմացակ, դպրոցում էլ եմ այդպես։ Եթե չերքեմ, խորել ունենք դպրոցում։ Ձեր թեթև ձեռքով։ Այո, ինչ կա որ։ Մենք ենք երգում, աղջիկներով երգում են երիտասարդներով։ Ես էլ։ Չի, բայց ճիշտ է։ Երիտասարդացնում են ինձ իմ աղջիկները։ Պարոն Բայրան, այ ուզում եմ հասկանալ, դուք այս արվեստով լի ընտանիքում ոնց եք դիմանում։ Շատ լավ։ Հա, հաճելի է միջավայրը։ Փոքր հասակից իրեն անդադ տասմունքների ես եմ տարել շատ ժամանակ։ Նետա է, ձեզնից ուրեմն պետք է սկսենք։ Նկատի։ Հիմա որ ուշ է գալիս, էլ բողոք չեք կարող ունենալ, որովհետև դուք եք մեղավորը։ Բողոքը որն է, չեմ քնում, սպասում եմ մինչև գալիս է։ Սպասում եք։ Ես չեմ դիմանում։ Սպասում եմ մինչև վերջ։ Բնավորություն։ Սպասում են ամեն օր։ Սպասում Բայց եմ, քանի գիտեմ, ինչ գիշերվա հասարին ես տուն։ դե կա, ասում եմ սյոմքի եմ։ Ասում եմ լավն Կամ է, էտյուդ գոնե եմ ազնիվ է։ անում։ Էտյուդը շատ թատերական Թատերական ինստիտուտի այն ժամանակ էտյուդ էի անում, հիմա սյոմքի եմ։ Լավ, բայց իրականում ուշ գնալու այդ վատ սովորությունը քեզ էլ է վարակել կամ։ Չէ, ուղղակի որ մի քիչ ուշ եմ արթնանում, օրը ավելի ուշ է սկսում ինձ համար, դրա համար էլի այդպես։ Ուշ էլ ավարտվում է։ Ուշ էլ ավարտվում է։ Համարյա, գրեթե։ Իսկ մենք մտածում ենք արվեստի։ Զոհ է։ Իհարկե, Բայց թող լինի։ չէ, այս Թող սերունդը- լինի, թող գիշերն էլ աշխատի, ոչինչ։ Միայն լավը լինի, լավ արվեստագետ դառնա։ Կարող ես կխնդրեի սկսենք այն ցանկից աշխատանքային, հա, որով անցել ես, որովհետև այսօր թատերական ինստիտուտն ավարտելուց զատ մարդիկ այնքան մեծ փորձ են կարողանում ունենալ, իսկ նախկինում մարդիկ ավարտում էին եւ 10 տարի կարող է եւ գործ չունենային։ Ահա։ Սկսենք սկզբից։ Հա, Առաջին աշխատանքային փորձ։ երկրորդ կուրսում ռեկտորատից մտան ներս ու ասեցին, որ Սոս Սարգսյանը կանչում է քեզ։ Դու դողդղացող ոտքերով գնացի, ես ինչ եմ ես արել։ Ասեցի ինչ եմ արել, հայ հենց այդ հարցը տվեց, ասի ինչ եմ արել, ասեց ոչ մի բան, քիչնես կիմանաս։ Գնացի, մի ներկայացում էր նոր սկսում, ես երկրորդ կուրսի այդ ժամանակ սկսում էր համազգային թատրոնի հետ, որտեղ խաղում էր հորս դերը պետք է խաղար Շահում Ղազարյանը, լուսահոգի, ու սկսում էր ծննդյան տոները Սինյոր Կուպելոյի տան ներկայացում Էդուարդո դե Ֆիլիպոյի, որտեղ ես Թոմազո պետք է խաղա, այսինքն տղան Նենիլո, այդպես էլ են ասում։ Ու սկսեցինք փորձել
Մոտ 4 տարի այդ ներկայացումով հենց մտա այդ փորձերով հենց մտա համազգային թատրոն։ Տոմազոյի մարդկային հատկություններն ու սովորույթները տուն չտարար։ Չէ, չտարա, որովհետև չխաղացի ներկայացումը վերջը, որովհետև մեծացա, արդեն մի քիչ չհասցրեցի, արդեն մեր Անդրանիկը խաղաց մեր թատրոնի, բայց 4 տարի այտենց այդ դերով եմ էլի ապրել, որովհետև առաջին դերս ա եղել պրոֆեսիոնալ թատրոնում։ Հետո անցանք ֆիլմային նկարահանումներին։ Ֆիլմային այդքան էլ մեծ չի Հեչ մի 4 ֆիլմ կար, մենակ ես կարդացի։ Հա, բայց դրանք կարճամետրաժ ֆիլմեր են, որոնք այտենց որ ասեմ այդպեսին փորձը շատ է ֆիլմերի սուտ կլինի։ Օրինակ Գրիգոր Նարեկացի։ Մեր ժամանակ չկար էլ, եթե հիշես, մեր ժամանակ չկար էլ այդ ամեն ինչը, չէ, որ թատրոն եւ կինոյի դերասան ենք անվանվում, բայց որպես դիպլոմային աշխատանք գոնե ձևական մի ֆիլմում չենք։ Միայն թատրոն։ Միայն թատրոն, 3 դիպլոմային ներկայացում, բայց ոչ մի կինո։ Հիմա տեղը կհանես ոչինչ Կարո ջան։ Վստահ եմ, որ այո։ Գրիգոր Նարեկացի, Ծաղկապար, քեզ ես եմ հարկավոր եւ Հայ շրջիկ թատրոն, այսինքն ֆիլմերից անցանք եկանք Հայ շրջիկ թատրոնին։ Շրջիկ հայը քիչ էր, մի հատ շրջիկ հայ թատրոն։ Դե դա դու ինձնից ավելի լավ կիմանաս, որ մարդը թատրոնով ոնց որ վարակվում է, արդեն ամեն ինչ մոռանում է, չէ։ Հիմա դա էր, մտածում եմ, էլ ինչ անեմ, որ անընդհատ ձեռները քոր է գալիս։ 2010 թվականին հիմնեցի Հայ շրջիկ թատրոն, այսինքն որպես կոպիտ ասած փողոցային թատրոն, հա, այդպես արևելյան թատրոնն է վերջին անգամ եղել 1926 թվականին։ Դրանից հետո բացօթյա ուղղակի թատրոն չենք ունեցել, շրջիկ թատրոն։ Ու այդ Եվրոպայում հիմա որ շատ է, ու ես էլ գիտեմ, որ Հայաստանում առաջ եղել է այդպիսի բան։ Մի տեսակ նախանձով է նայում, մտնում եմ Եվրոպա, շուրջ բոլորը շրջիկ թատրոններ, փողոցում դերասանները խաղում են, ասում ես, ինչի մենք ունեցել ենք, հիմա իրենք ունեն, այդքան զարգացած, մենք չունենք ոչ մի բան։ Ու այդպես փորձեցի խումբը հավաքեցի ու 2 տարի մոտավորապես, այսինքն գործունեությունը մի տարի տևեց, փառատոների մասնակցեցինք, միմ ֆեստիվալին, Շեքսպիրյանին եւ այլն։ Հիմա տենց որոշ ժամանակ էս ցրտեր են եւ այլն կանգնեցել ենք, չենք աշխատում։ Տիկին Ժանետա, հասցրել եք նրա շրջիկ թատրոնի ներկայացումներին։ Ոչ, չեմ նայել մյուս ներկայացումները։ Նայել եմ, բայց շրջիկ թատրոնը։ Ուրեմն ձեր շրջիկ թատրոնը վատ գիտի, քաղաքը հետ չի անցնում ձեր տան մոտով։ Երեխաներ են գնացել, բայց նայել եք։ Այո, լավ էլի պարոն Բալյան։ Փաստորեն հասցնում եք գործերին զուգահեռ։ Երեկոներ են անում, Նա բաց չի մասնակցել եմ։ Ես բաց չեմ թողնում։ Ուզում եմ հասկանալ, Կարոյի հետ թեև տարիքային տարբերության է եւ այն, որ կրտսերներին միշտ այլ կերպ են նայում, չէ՞ ծնողները, փաստորեն Կարոյիդ ընկերներ եք։ Չգիտեք ոնց է, ես տունը միշտ փոքր ունեցել եմ։ Մեծ աղջիկս տղայիցս մեծա 7 տարով, տղաս Կարոյից մեծա 10 տարով, միշտ տղաս Կարոյից մեծա։ Մենք միշտ փոքր տանում ունեցել ենք։ Դրանից հետո թորնիկս ա մնացել մեր տանը, դրանից հետո նա ինստիտուտ արդեն համալսարանում ա սովորում տնտեսագիտական, դրանից հետո նոր տղան, միշտ թորնիկս, այդպես շարունակ մենք միշտ տանը փոքր ունենք, այնպես որ սովոր ենք փոքրիկներին մեծացնելու հետները լինելու մի քիչ էլ մեծարելու եւ առանց դրանց էլ մի քիչ դժվար է, էլի գիտեք, տունը որ չի լինում, ինչ որ մի բան ինչ։ Դե լավ, իսկ հիմա ինձ ասեք, քանի տարվա ամուսիններ եք։ 45։ Ինչքան։ 45։ Կարո քանի տարեկան ես։ 27։ Քան անսպասելի երեխան է մեր Կարոն։ Ընդհանրապես անսպասելի է։ Ամեն ինչով է Կարոն անսպասելի եւ հետաքրքիր է, որ բուհում էլ ինստիտուտում էլ մի տեսակ տարբեր էր, միայն հասակը չէր, որ նրան տարբերում էր, էլ ինչ որ ուրիշ էր։ Նիհարեի ու մեծ քթով։ Հիմա էլ եմ մեծ քթով, բայց նիհարե չէ։ Քիթը երբեք մեծ չի լինում, քիթը լինի այնքան, որքան որ պետք է լինի։ Եվ բացի այդ միշտ բերում են գեղեցիկ օրինակ Ֆրունզիկ Մկրտչյանի, որը եւ ընդհանրապես թե չէ բոլոր այդ նույն քթերով դա էլ մի բան չէ։ Պարոն Բալյան, Կարոյի ընտրությունը թատերական ինստիտուտի եւ մտավախությունը թե ինչպես պետք է ապրի, տունը պահի, չգիտեմ։ Դա բարդ ասպարեզ է, եթե լինենք անկեղծ, չէ՞։ Գիտեք, ես որ ճիշտն ասեմ, նա փոքր հասակից վրացմունքում էր անընդհատ եւ միշտ շահում էր։ Միշտ շահում էր։ Կամ դիպլոմ էր շահում, կամ գովասանագիր էր շահում, բան։ Եվ դա ինձ ոգևորում էր, կամ եք։ Ну, փաստորեն ինքը մասնագետի նման, ինչպես ասած, որ ուղին հավանաբար դա է։ Երբ որ ընդունվում է թատերական ինստիտուտ, մեր շատ սիրելի Սոֆան
ասեց իսկ դու ընդունելության կազմից էր ասեց իսկ դու գովասանագրեր պատվոգրեր ունես ասի ունեմ ասեցի բերես դրեցի ասեցի ինչա այտենց բայց ինչ անեմ սիամանթոյի մրցույթ ասում չի սենց ասմունքում էի հետո հիմա հիշում ես այդ բանաստեղծությունները բոլորը հիմա պատրաստում ներկայացում չարենց խոսք եմ տալիս այդտեղ դուք առաջին հրավիրվածներից եք։ Ու ես կվայել եմ, ես շատ եմ սիրում Չարենց։ Իսկ որ շարքը Չարենցի։ Չարենցի կյանքը ստեղծագործությունը, առաջինը կյանքը, հետո ստեղծագործությունը մասնավորապես կլինի 26 թվականի առաջին այդ բանտարկությունից մինչև վերջին 37 թվականի բանտարկություն։ Իսկ սուբյեկտիվորեն քեզ համար նրա պոեզիայից որ հատվածներն ես սիրում։ Այո, ես Չարենցի միակ բանաստեղծն եմ, որ ես կարդում եմ ու չկամ, կարդում եմ ու չկամ, այդ դրա համար ես տարվեցի իրանով ուղղակի։ Կա մյուս, օրինակ մինչև այդ սիրել եմ Սևակ, հա, շատ եմ սիրել Էմին, Գևորգ Էմին, բայց կարդացել եմ, ունեցել եմ մի ինչ-որ բանաստեղծություն, որը ես շատ եմ սիրել։ Բայց այդ Չարենցը հենց այդ միակ դեպքերից է, որ կարդում ես Նազիկեն, կարդում ես Նայադներ, չգիտեմ, կարդում ես իր թե Սայաթնովան, թե ամբողները, թե Էմալե պրոֆիլը, թե կապ երկնագույնի լուսամփոփի պես աղջիկը այսինքն ես եմ հիմա մի պոետ իր թեկուզ հենց այդ իր բանաստեղծությունը թեկուզ խորհրդային շրջանը որը ինքը բանով այդ գաղտնաբառը գծել էր չէ այդ ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո միասնական ուժ այսինքն ինքը սովետի Լենին եւ այլն այդպես խոսքեր կան բայց դու կարդում ես չես կարողանում կամ այդ Թիֆլիսի կինտոն որ այսինքն ինչ հանճարեղ բանաստեղծություններ կան Իրանն չգիտեմ ես էլ ինչ ասեմ ինչ բառերով նկարել հետաքրքիր է ինչու որոշեցիր Չարենցի մասին անել ներկայացում եւ արդյոք ռուսական լավ տենդենսը որ կար Եսենին նույն Վիսոցկի եւ այլն այդ տենդենսից ինչ որ կերպ բարակվեցիր անկեղծ ասած այդ մի որոշ ժամանակ անց այդ Բեզրուկովի համերգից հետո այդ որ Եսենինը նայեցին դու ես ուզել նոր Իվանան ուղղակի ենթագիտակցորեն հետո հասկացա որ դա ենթագիտակցությանից մեջ մի քանի ժամանակ նստել էր մինչև անմիջապես հետո չարեցի մի օր որոշեցի բայց մինչև դա էլ շատ է սիրում Բեզրուկովի առաջին մասը Եսենին սկսվեց ավարտվեց Վիսոցկիով եւ նա արդեն պատրաստում էր Վիսոցկու մասին ֆիլմի նկարահանման հիմա չգիտեմ ենթագիտակցորեն կբռնի թե չէ ես չգիտեմ հələ ոչ մի ֆիլմի տես նկարահանման չեմ մասնակցում հերոսի բայց գնում ես դեպի Չարենց դե ես էլ գիտար չեմ կարող նվագեմ շրթարման եմ նվագում այդպես այդ կօգտագործեմ մեր ներկայացման մեջ էլի ձևեր կան հետաքրքիր է Տիկին Ժան այսօր հեռուստասերիալները ողողել են մեր հեռուստաէկրանները եւ նրանք ունեն եթե լավ շատ լավ կողմեր եւ թե անշուշտ տեխնիկական խնդիրներ են առաջ բերում ինչը նորմալ է յուրաքանչյուր գործ ունի եւ վատը եւ լավը դերասանները ստացան ասպարեզ որտեղ կարող են իրացնել իրենց ստացած կրթությունն ի վերջո եւ զբաղվել իրենց գործով Դուք ինչպես կգնահատեք եւ մանավանդ այս նոր հեռուստանախագիծը գեներալի աղջիկը որտեղ որ Կարոն երբ առաջին անգամ նայեցի սերիալը շատ լաց եղա եւ ասացի իր որ զինվորականի շորերով է դրամը չէ շատ տխուր ֆիլմ է միջալուց սերիալը լաց եղա եւ ասացի ես այդ սերիալը չեմ նայի չէ ասել եմ չէ բայց նայում կարողանում լացում եմ եւ լալիս եմ եւ նայում եմ Շատ հետաքրքիր է բայց էլի ուզում եք ոնց որ նստած հիմա տխուր պատմություն է մի խոսքով բայց միշտ հիշեք որ տխուր պատմությունը այնուամենայնիվ ֆիլմային պատմություն է ֆիլմային է չէ պապան ասում է այ կնիկ ասում է ռեժիսորը այս կողմը կանգնած է ինքն է ասում ինչ անել ասում է միլացի հա փաստորեն պարոն Բալյան դուք այդ հարցում հստակ սթափ դե բնական է հավասարակշիռ կողմ եք տղամարդը մնում է տղամարդ վերմոնություն եք հոգի մի քիչ պինդա չէ տղամարդ բայց դուք էլ եք հուզվում Հուզվում նո այդքան չէ շատ ինձ թվում է Կարոնին տեսնելիս եք հուզվում ոչ թե բուն սյուժեի չէ ընդհանրապես սյուժեն է հիմնականում դա լինի Կարոն թե չկարոն ի՞նչ դա այդքան օբյեկտիվ եք պարոն Բալյան եթե լավա կասեմ լավա վատա կասեմ վատա իսկ որ գիշերը նստում սպասում եք երբ տուն գա հենց գալիս է ասում եք այս ինչ սերիալ մետ ինչ է իրանում տղաս չէ նման թեմաներ չի չեմ ասում ուրիշ ավելի կարևոր բաներ կան ուր էիր առաջինը հարցը հնչում է այո ուր էիր ինչպես ուշանում ինչից է ուշանում տնից տնից այսինքն ժամ կա չէ դե հաճելի է որ շուտ գան չէ հա բայց չէ որ մարդը երիտասարդ է պետք է կյանք անի թող կյանք անի կյանքը գիշերները չեն անում միայն անշուշտ ես երկու կողմից եմ էլի ես այնպես չի որ իմ տեսակետն եմ հիմա Կարո խնդրեմ
Ես շատ գաղտնիքներ են բացվում հիմա նստած ես, այո։ 1000 ասում եմ, եկեք հյուր, գաղտնիք եմ բացահայտում։ Չէ, ոչ մի գաղտնիք չկա, ուղղակի Կարո գիշեր ինչ ես անում։ Լավ, նկարանում երբ է վերջանում։ Նկարահանում նայած երբ օր ա եղել մինչև ժամը 8-ը առավոտյան 8-ը նկարահանել ենք, այդպիսի օր էլ ա եղել, օր ա եղել մինչև 2-ը 3-ը։ Իսկ օր լինում է, որ չեք նկարահանում։ Իհարկե լինում։ Հիմա ես արդեն ֆլեշբեքերում եմ, արդեն հիշողություններում եմ այդ սերիալի գեներալի աղջիկը ու հիմա տենց հիացած մեկ-մեկ որ շուտ եմ գալիս տուն, նայում եմ Արմեն Էլբակյանի խաղը ու չեմ կշտանում։ Այնուամենայնիվ կապ չունի, չէ՞, մարդիկ որտեղ են խաղում եւ ինչ են խաղում, ինչ կերպարների են մարմնավորում, որովհետեւ նրանց երկուսի արվեստն էլ միևնույնն է միշտ սովորեցնող է եւ միշտ շոյող։ Ես ուղղակի հա հենց սկզբից որ խոսում էի Ելենայի հետ, այդ ֆիլմի ռեժիսորի հետ այդ ֆիլմի մասին, որ իմացա որ Էլբակյան Արմենը պետք է խաղա իմ արդեն ավագ տարիքը, ոգևոր իրոք ոգևորեցի, ասեցի հա էտա։ Այո։ Այո, ես կամ ես գալիս եմ։ Լավ, հիմա գանք մեր անձնական կյանքին, որովհետև այս դերասանները այնքան պրոբլեմատիկ են անձնականի հետ կապված։ Դերասանությունն է մեզ բերել այստեղ։ Թե չէ, հանգիստ հիմա ձեր տանը նստած, թե սուրճ ես կգայ, բա թե չէ, եթե։ Լավ, ոչինչ, տխուր բաներից չխոսենք։ Պարոն Բալյան, Կարոին չեք ուզում ամուսնացնել, շուտ երեխաներ թողնել։ Դա իր ցանկությունն է, երբ ուզենա։ Բայց ընթացքում քանի հոգու հետ եք ծանոթացել։ Ես չեմ ստիպի։ Երբ կցանկանա եւ ում հետ կցանկանա։ Ընդունեցի, բայց հարցս մի շրջանցի։ Քանի հոգի է ընթացքում եկել ձեր տուն, ծանոթացել, այն որ Չէ, գալիս են շատ են գալիս, ես ինչ իմանամ ինչ մտքով են Շատ գալիս։ էին, պապ, ոնց ասա, այն հիմա տենց Մի ժամանակ ընկերուհիներ բանկար գալիս էին, գնում էին, ինչ իմանաս ինչի համար են։ Տղաներով գալիս էին, աղջիկներով։ Ինչ իմանամ, ինչի համար են գալիս։ Տղաներով գալիս են, աղջիկներով գալիս են, ինչ բայց իմանամ։ դե այն ժամանակ էլ ուզում ասեմ ներկայով մի խոսք։ Չէ, այն ժամանակ էլի։ Ներկայումս կարող ունի մի շատ լավ կարգին արժանի ընկեր իր կողքին, ընկերուհի, եւ չեմ ասի ով է, բայց հուսով եմ որ շուտապույտ կլսեմ ձեր արդեն վերջնական միացման մասին։ Գալու ենք նորից յուր, հա, այսինքն անկախ նրանց կգաք թե ոնց է կյանքը կառուցեք աստծո սիրուն։ Չէ, կարևոր է սրտանց կուրախանամ եւ կուրախանամ կրկնակի բարելով այդ հարսանիքի, հիմա մնացածն արդեն կարևոր չէ։ Դե ինչպեսին պետք է լինի հարցիկը ապագա։ Հարսիկը։ Իր ցանկությունն է, իր ուզածը պետք է լինի։ Թե չէ, չկա։ Հա, ես արդեն իմ տարիքն առել եմ։ Այսպես ասած, իհարկե։ Բոլորի հետ էլ ես յուղ եմ գնում, այսպես ասել։ Լավ, իսկ Կարոն տանը շատ տենց անտանելի է, թե նորմալ ասող։ Դպրոցում էր շարժուն, չարաճճի, բայց խելացի։ Ինքը չի սիրում, որ գովում են իրեն։ Լավ, դրա համար ոչինչ չեմ ասում։ Մի գովեք, եկեք։ Չէ, չեմ գովում։ Թերությունները ասենք, որ հետո մարդիկ որ տեսնեն որ այդքան էլ թերություններ չունի, ավելի կուրախանան եւ կգնահատեն։ Գոհար, դու ամենաազնիվը կգտնվես եւ կասես. Կարոն, տանը ինչպիսին է։ Լավ։ Լավն է։ Խաղում եք ես հետ։ Չէ։ Չի խաղում, ջղայնանում ես, դե լավ գնա խանգարում ես, հա։ Ոչ։ Չէ։ Տուն գալիս է Կարոն ընդհանրապես։ Տանը լինում է։ Ես մեր տունն եմ լինում։ Ես գիտեմ, բայց չէ որ դու իրենց տուն հյուրել ես գնում, իրենք են գալիս ձեր տուն։ Որ մենք գնում ենք ինքը ուշ է գալիս։ Որ գալիս եք պաչիկա տալիս։ Ես իրեն իրիկունները չեմ տեսնում։ Բայց որ գալիս է քնած ժամանակ պաչիկ տալիս է։ Այո։ Հա, իսկ նվերիկներ։ Ոչ։ Նվերիկներ ձմեռ պապին է իրան տալիս, ախր հենց էտա իմ այդ պրոֆիլը, որ իրեն ձմեռ պապին է, այդ չի թողում ես նվեր տամ, միշտ ձմեռ պապին, այս տարի էլ ձմեռ պապին էլ եկավ։ Իսկ ինչ է բերել ձմեռ պապին։ Ես չեմ տալիս, չի թողում ես ձմեռ պապին ես նվիրը։ Այս ամբողջը ձմեռ պապին է բերել։ Հա, ձմեռ պապն է քեզ նվերներ բերում միայն գոհ։ Այո։ Գիտես դու, լս ինչ բախտավոր աղջիկ ես։ Ես անընդհատ արթուն եմ մնում, որ հանդիպեմ ու չի ստացվում։ Մեր միջև ձմեռ պապն է կանգնած, դրա համար ես նվերներ չեմ տալիս իրեն։ Գոհար, դու նայում ես Կարոյի այն ֆիլմը, որտեղ նա խաղում է։ Այո։ Ինչ կասես։ Լավ է։ Հա։ Լավ է խաղում։ Այո։ Իսկ ինքնին ֆիլմը քեզ դուր գալիս է։ Այո։ Տխրում ես։ Ոչ։ Ապրես մի տխրի։ Կարոն կյանքում եւ Կարոն ֆիլմում տարբեր են։ Այո։ Որ մեկին ես սիրում ավելի։ Երկուսին։ Չէ, դու հիմա ճիշտն ասա, ոնց որ ֆիլմի Կարոն քեզ ավելի է դուր գալիս։ Ոչ այսպես։
Ոչ այսպես, լավ։ Տիկին Ժան, փաստորեն ասում եք նույնն են, հա, երկուսն էլ, երկու կարոններն էլ։ Իհարկե նույնն են, ինձ համար նույնն են։ Չէ՞։ Դրա համար եք հուզվում, հենց նայում եք, գիտեք թե կարոն այնտեղ էլ է նույն տարապելը, նույնն է, չէ՞, մամայի համար էս միշտ նույնն։ Դե հենց էտա մաման էլ կզգա էլի, որ նույնն է։ Չէ, լավ ես խաղում, չէ, իսկապես լավ ես խաղում։ Դե հիմա ասեք, չասեմ, բայց լավ ես խաղում։ Ուսուցչական անձնակազմով նստում, քննարկում եք։ Չէ, գալիս են ասում են կարոն խաղում է, բայց ինչքան է փոխվել կարոն։ Շատ է փոխվել։ Հա, փաստորեն նույնն է, չէ՞։ Նույնն է, Չիթը փոքրացել է, մի քիչ չաղացել։ Հա, չեն զգում, այդ տարբեր։ Փոքրալու, թե չեն չեն փոքր։ Ես էլ ասեմ, ինչ է ինձ թվում, թե իմ քիթը մեծ է։ Առաջինը դա են հարցնում, ինքն է թե ոչ։ Ասում ինքն է, ինքը։ Ինքն է, երկվորյակն է։ Պարոն Բալյան, ինձ կասեք, խնդրում եմ, երկու որդի դասյարակող հայրը եւ մանավանդ երբ առաջնակը դուստր է լինում, ինչն է կարեւորում նրանց դասյարակության գործում։ Մանավանդ երբ փոքրը գնաց դարձավ դերասան։ Դասյարակված դերասան չի լինում։ Շատ լավ է որ լինում է։ Շատ լավ է որ լինում է։ Դե լինում է, իհարկե լինում է։ Երեխան նորմալ է երեխա, երեխան բոլորը նույն ձևի են դասյարակում տանը։ Տանը նրանց բնավորությունները բոլորին էլ նույնն է։ Դուրս ամեն մեկը ունի իր գործունեությունը։ Մեկը մանկավարժ է, մյուսը ասենք տնտեսագետ, մյուսը դերասան։ Յուրաքանչյուր իր բրագավառում աշխատում է, ինչ պետք է ասեմ։ Հետաքրքիր է ձեր մասնագիտությունը որպես ճանապարհաշինարար, այսպես կարմիր գծով շարունակվում է ձեր ողջ գործունեության ընթացքում եւ շեղումներ չեն եղել։ Ինչից է ընտրել հենց այդ ճանապարհը եւ արդյոք ընդհանրապես ձեզ մոտ գենետիկ է դա։ Դա շատ հետաքրքիր է եղել միջելից։ Մամաս ընդհանրապես ինձ ասում էր, որ դու կամուրջաշինական շինարար չդառնաս հանկարծ։ Ինչու՞։ Որովհետև կամուրջաշինարարը տակը կանգնում է նոր երթևեկությունը, որ այս գնում են, մի բան կպատահի, բալես դու չգնաս։ Ահա, որ առաջինը իրենով են ստուգում։ Հա, դու ես ճիշտ ասած, հա, շատ կամուրջների տակ եմ կանգնել, բայց ստացվեց այնպես, որ ես ճանապարհաշինարար դառա եւ շատ կամուրջների տակ եմ կանգնել։ Ամեն կանգնելուց ես հիշում եմ մորս ասածի միջելից։ Բայց այդ լրիվ են ռուսկա ռուլետկայի տարբերակն է, որ չգիտես ինչ կլինի վերջում։ Որ այդպես է էլի։ Անընդհատ հիշում եմ դա, հենց կանգնում եմ կամուրջի տակ, հիշում եմ, ասում եմ, մաման ինձ այսպեսի բան է ասել։ Չնայած դա վախ չի ինձ մեջ, էլի, դե իհարկե բարձ է, մենք գիտենք ոնց ենք սարքել, կարելի է տակը կանգնել, դե չի կարելի կանգնել։ Պարոն Բալյան, ես շինարար չեմ եւ մասնագիտությամբ եւ տղամարդ չեմ, որովհետեւ ասում են տղամարդիկ են, չէ՞ շինարար, բայց ինքս շատ սիրում եմ շինարարությունը։ Ինչի՞ չէ որ, կանայք էլ կան բավականին։ Ну, անհավանական եմ, էլի սիրում այդքան էլ պետք չէ։ Չէ, կան բավականին։ Նախագծողներ կան, այդ շինարարական ջիղը, ինչ է, մեր ազգին բնորոշ է, դարերով եկած է, գենետիկ է։ Գիտեք ինչ, ընդհանրապես ջիղը իծնե է դալ գալիս մարդուն։ Շինարարն է իծնե գալիս։ Եթե ասեմ դերասանն էլ այցն է գալիս, դա սխալ չի լինի, գիտեք։ Ճիշտ կլինեք։ Դա ճիշտ կլինի։ Մնացածը ձեր դեպի ամասն։ Եթե դուր չգար ինձ, ես արդեն ինչ մոտ 45-50 տարվա մոտորապես ես աշտանքային փորձ ունեմ։ Ես այդքան չէի կարա ձգեի, որովհետև ճանապարհաշինարարն այնպեսի բան է, որ անընդհատ ոտքի վրա ես լինում։ Անընդհատ։ Գիտեք ինչ է։ Ցեխի մեջ, ճահճի մեջ, անտառում, արևի տակ, սարքում եք, միայն կամուրջ չէ, ճանապարհ։ Մենք սարքում ենք, ասֆալտն անում ենք, թողում ենք գնում ենք ուրիշ տեղ ենք, նույն ձևի, նույն փոշի մեջ։ Մարդիկ գնում են ասֆալտի վրա եւ իսկ նորից եւ այդպես շարունակ։ Ճիշտ է, տանջալից գործ է, բայց հետաքրքիր է։ Եվ կառուցողական շատ հետաքրքիր է որ։ Պարոն Բալյան, խնդրում եմ ինձ ասեք, որ ճանապարհներին է, որ քայլելիս կամ կառուցելիս եք հանդիպել ձեր տիկնոջը։ Այդ որ ճանապարհը, որ սարքեցիք, որ ձեզ տարավ Բրյուսովի անվան ճանապարհաշինարարությունը դա իր հետ կապ չունի այդքան էլ, որ մենք հանդիպել ենք, ինքը ինստիտուտում որ սովորում էր։ Ես այդ ինստիտուտի շենքում էի ապրում Միքայելոց։ Մեր տունը այնտեղ էր, Պուշկինի փողոցի վրա։ Վատտեղ չի կապրում։ Հետո։ Դե հետո այդպես էլ ծանոթացանք։ Այդպես ինչպես։ Այդպես էլ ծանոթացանք։ Եկավ ձեր տուն ծանոթացանք։ Ավելի ճիշտ ընկերով հետ էի շատ ծանոթ, հետո իր հետ ծանոթացա։ Որ հազար եմ ասում, լավ ընկերուհի ունեն։ Ասես ուզում եք ջոկել։ Որ կլինի հարմար։ Հա։ Այդպես էլ ստացվեց։ Ում ձերքնահամով, չէ։ Հա, էլի, դարապես։ Բա հետո։ Դեպի տուն լավ էլի։
Դե հիմա ասեք, խնդրում եմ, այդ ռոմանտիկ ինչ եղավ, որ հասկացաք, որ նա է։ Չասի այդ մաման գիտեք, ինչպես բոլորը, այնպես էլ մենք։ Ինչպես բոլորի համար ֆրանսերեն պոեմներ չեն արտասանել, պարոն Բալյան։ Հուշում եմ, պատասխանը չեք ասում։ Մոռացել է երևի, ինչպես եք ծանոթացել գուցե, հա։ Ծանոթացել, հա։ Ինչպես եք ծանոթացել, Տիկին Ժան։ Ինստիտուտում։ Ասմունքում էի, բալատ զինվորի մասին ֆրանսերեն լեզվով։ Լավ էլի։ Մի բան գիտեք այն ժամանակ ֆրանսերենով բալատ զինվորի Չէ, մասին, ես երկրորդ կուրսում էի։ Երկրորդ հասկանում եմ, բայց վերջում արդեն եկավ գեներալի դուստր, աղջիկը, այո, նկարվեց զինվորի դեմքով։ Իսկ հիշում եք այդ բանաստեղծությունը։ չեմ կարող Մի անգամից մոռացաք, չէ՞, հենց ամուսնացաք։ Վայ, ես այդ բանաստեղծությունը, որտեղ բավականին երկարաշունչ ստեղծագործություն էր։ Նույնիսկ չգիտեմ ով էր գրել, նույնիսկ չեմ հիշում ով էր հեղինակը։ Լավ, իսկ լինելով 45 տարվա ամուսիններ, դեռ դիմանում եք, դեռ հանդուրժում եք իրար, դեռ սիրում եք, դեռ հասկանում եք, ուզում եմ հասկանալ։ Սիրելը չեմ հասկանում ինչ է, բայց հանդուրժումը հանդուրժում է։ Այ ինձ շատ են ասում, որ ինչ-որ մի պահ է գալիս, սերը փոխակերպվում է տարբեր ընկերության, հանդուրժողականության, հարգանքի, մարդկայնության։ Ուժեղ տղամարդը լավ բան է իմիջայլոց ընտանիքում։ Այսինքն ձեր ամուսինը ուժեղ մարդ է։ Եթե չլինի, ես կորած եմ։ Ինչպես ասեմ, ճիշտ կլինի։ Պատասխանը տվեց։ Բայց ինչ ոնց եք դուք ճիշտ ամեն ինչը դարակներով դասավորել, ինքը նստում է գովքը կողքից անում է։ Վայ, պարոն Բալյան, Կարոն ձեզ է նման։ Այո, նման չի, այսպես։ Այսպես էլ է նման, բայց բնավորությամբ կա որոշ բաներ։ այդ Դե ներքին տղաներս բոլորն էլ բոլոր երեխաները նմանություն մեզ նմանություններ ունեն։ Եվ ընտանիքում, եւ անց, այդպես ասած։ Չէ, խառնվածքի մեջ էլի։ Դե խառնվածքի մեջ կա։ Համենայն դեպս որոշում կայացնելու բարդությունը թե դերասանի ուսերին է եւ թե շինարարի, որ ամեն վարքյան պետք է որոշում կայացնի։ Սա անի թե այնպես, այսպես վարվի թե այնպես։ Դերասաններն էլ այդ խնդիրը ունեն։ Ինչ հակա ոնց խաղաց էս կա, պահ էս կտորը, չէ՞։ Չեն Որոշում կայացնելու պահը։ Հա, որ հա, այսինքն բանը Դի կարողանաս կամքի դրսևորել։ Դի կարողանաս գլխավորը երկրորդականից տարբերես։ Չէ, պապան ավելի մի քիչ սառնասրտորեն է։ Իմ մոտ մի քիչ ավելի էմոցիայի տակ եմ ընկնում էլի, ինչ որ բան որոշելուց։ Զգացմունքային է, ինքը դա ինձ։ Բնական է։ Ինձ անկեղծ ասած, թատերական ինստիտուտը տենց ինչ որ 1000 աստիճանի վրա փոխեց։ Ես մի քիչ ուրիշ բան էի, էլի, դպրոցի ժամ։ Չգիտեմ, ուրիշ երևույթ էր։ Սիամանթո էր արտասամ, նորմալ երեխա էր։ Բայց ուրիշ էր, այն դեպքում ուրիշ էր։ Էլի արտասանում բան, բայց մտածելակերպով թե խառնվածքով թատերական ինստիտուտից հետո ինչ որ բան փոխվեց ու շատ։ Անշուշտ կփոխվի եւ շատ եւ գոնե Սոսարքսյանի հետ շփումն արդեն շատ բան է փոխում մարդու մտահորիզոնի մեջ։ Լավ, մենք ունենք կրծեր ներկայացուցիչը եւ ասեմ, որ այս սերունդը շատ առողջ է, Գոհար։ Պատմիր ինձ ինչեր ես սիրում անել, ինչով ես զբաղվում ազատ ժամանակ։ Ես որ դպրոցից գալիս եմ տուն դասերս եմ անում, դա քույրիկիս հետ խաղում եմ։ Քանի տարեկան է քույրիկը։ 2.5։ Ու մեծ աղջիկ է արդեն։ Իսկ դու բանաստեղծություններ գիտես։ Այո։ Իսկ կարող ես համարել նվերես բերել փոքրիկ բանաստեղծության տեսքով։ Այո։ Այ դիտիս։ Իսկ ինչ կարտասանես մեզ համար։ Ես ձմեռվա մասին։ Ձմեռվա, կեցես, արի արտասանի ձմեռվա մասին, որ շուտ գնա ու գա տաք գարունը։ Չէ։ Սկսիր։ Ջերմակ թեթև ու անհամար ձյան փաթիլներն իջնում են վար, իջնում ծածկում դաշտը բլուր իրար փարված, քնում են լուր ու երազում, գարնան գալուն են սպասում։ Բրավո։ Կեցես, կարող նորից գալիս ենք ձեր մասնագիտականին, խոսեցինք դերասանական արվեստից, հիմա գանք որպես բեմադրիչ ռեժիսոր ձեր գործունեությանը, մանավանդ երբ արդեն ավելի հղկում եք մագիստրատուրայում էլի ռեժիսորական այդ հատկություններն ավելի ամրացնում եք։ Հիմա Մետրամպաժ եւ Ջուլիետ Մոնո ներկայացումը ինչ են։ Դե Մետրամպաժը դա անտրեպրիզային ներկայացում էր, այսինքն դերասաններ տարբեր թատրոններից պատանի հանդիսատեսի Շնորհակալություն որ բացատրեցիք հանդիսատեսին ասում անտրեպրիզային ներկայացում, որ տարբեր թատրոններից դերասաններին հավաքելով պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացում բեմադրեցի Մետրամպաժ ըստ Ալեքսանդր Վամպիլովի համանուն պիեսի
դա է առաջին։ Անհավանական հումոր ունի Վամպիլովը։ Աննորմալ հումոր ունի ու իզուր չի, որ իրեն ասում էին սովետական ժամանակաշրջանի Չեխով, որտեվ ամեն մի բանի տակ, տողի տակ ահռելի հումոր է թաքնված։ Վամպիլովը իսկ առաջին գործը դա Ջուլիետ մոնո ներկայացումն էր, որը հենց Ջուլիետի դերում Մարիամն էր խաղում։ Խազանչյան Մարիամը, այո։ Եվ այդ մոնո ներկայացումը 2009 թվականին Լեհաստանում արժանացել է լավագույն ներկայացում անվանակարգին։ Ասեմ, որովհետև համեցները չեն խոսում դրա մասին։ Վրոցլավ միջազգային փառատոնն էր 43-րդ, հրավեր ստացվեց, գնացինք տարբեր երկրներից կային, խաղացինք, քանի երկիր էր, չեմ հիշում, 30 քանիս էր, 50 քանիս էր։ Որ երկրներից եկել է ներկայացումներ, լավագույն ներկայացում իր դերակատարմամբ այդպիսի նոմինացիա գավաթնել Մարիամի մոտ դրած է։ Կարո ընդհանուր երբ նայում եք մանավանդ շրջիկ թատրոնի հետ էլ, հա, շատ տարբեր տեսակի փառատոներին մասնակցելուց հետո, ինչպիսին է պատկերը Հայաստանում, թատերական աշխարհի եւ աշխարհում։ Գիտեք, ուղղակի մենք գնացինք նաև Չեխովյան փառատոնի անցած տարի, հա, Ռուսաստանից Մոսկվա, այսինքն լաբորատորիա մալադեղ ռեժիսորով, հա, ու հիմա էլ որ շփվում է մագիստրատուրայի շրջանակներում այնտեղի թատրոնի կուրսից ղեկավարի միջալյուց Վիչսլավ Սարոկին եւ Սերգեյ Յաշին, այսինքն Գոգոլի թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ու Գոգոլի թատրոնի հենց անձնակազմի հետ շփվելով կամ տարբեր դերասանական թատրոնի դերասանական անձնակազմի, այնտեղ պատասխանատվության զգացողություն, մեզ մոտ կա այդ ամեն ինչ, հա, բայց իրանց մոտ ավելի դες դրված է թե պատասխանատվության զգացումը, թե փորձ, հետո իրենց ունեն ահռելի գրականություն, որը ռուսերեն է թարգմանված, մենք չունենք այդ գրականությունը։ Մենք ունենք այն ահռելի գրականությունը, որն իրենք ունեն, ռուսերեն։ Հա, ռուսերեն, բայց հիմա մենք մեր թատերական ինստիտուտում ինչ են անցնում, միայն Ստանիսլավսկի, ահա։ Չէ։ Հա, սիստեմներից, մենք երեք Բենթլի անցնում ենք, Զախավը անցնում ենք։ Մենք անցել ենք, մենք անցել ենք, դուք չգիտեք։ Անցնում ենք, չէ, պետական ծրագրով կա այդպիսի։ Պետական չգիտեմ, մենք անցել ենք։ Պետական նկատի ունեմ, պետական ծրագրով մենք չունենք այդպիսի գրականություն։ Այսինքն ավելի մեծ դաշտի է հանդիպում այնտեղի ուսանողը։ Հուսով եմ մեզ մոտ էլ արդեն կլինի։ Դե հիմա մի քիչ ժամանակը փոխվել է, կարելի է բացել այն նույն համացանցը, որտեղ անիմաստ լայքեր դնելու փոխարեն կարելի է գտնել լավ լուրջ հեղինակներ։ Մեծամասամբ չկա ինտերնետում, ման եմ եկել, մինչև ձեռք բերելը Մոսկվայից, փորձում է ինտերնետով գտնել այդ գրականությունը, կեսը գտա, կեսը չէ։ Դե մեզ հենց սկզբից սկսեցին դրանցով, դե ինչքան ազդեցություն կթողնեն դրանք թե չէ, չգիտեմ, բայց ամեն դեպքում այնտեղ ավելի լուրջ ու խորացված թե պրակտիկանել է այնտեղ շատ, իսկ ինչն է դերասանին պետք կամ ռեժիսորին ավելի շատ, քան պրակտիկան։ Եվ դրա համար է, որ սերիալները այս գործում լավ ծառայություն են մատուցում, գոնե պրակտիկ դաշտ ստեղծելով։ Հասկացանք Կարոյի գործնական նպատակները, որը ժամանակը քիչ է, չեմ կարող չանդրադառնալ Բալյան ազգանվան է եւ ձեր արմատներին։ Թողեք ես ասեմ։ Թող Հայրիկը ասի, հա։ Որովհետև ինչի, որովհետև Էստաֆետը հանձնել եք երիտասարդ սերնդին։ Իհարկե։ Պապան գիտի ինչ որ ասեն որ ամրապնվի հիշեն հետո։ Ինչ որ մի ժամանակահատված մինչև պապան, որովհետև ինտերնետից արդեն ես մնացածը վերցրեցի ու ինտերնետում կա Բալյան ընտանիք, որ Google-ով post տակ։ Փաստորեն գրականություն եւ մասնագիտական գրականություն չկա, Բալյանների մասին կա։ Բալյանների մասին կա ու կա ահռելի գրականություն Բալյան ընտանիք Արևմտյան Հայաստանից, ճարտարապետների ընտանիք շուրջ 200 տարվա ամենաճանաչված ընտանիքն է, հենց այդպես է գրված է։ Տեսակ ձեր մասնագիտությունը որտեղից է գալիս։ Մի բան գիտեի, որ հարցնում էի։ Ու այնտեղ սկիզբը դրվել է Կեսարիա քաղաքից, այսինքն տոհմածառը գնում է մինչև Կեսարիա քաղաք, Կեսարիա քաղաքից Անից Էրզրում, Էրզրումից արդեն Խառը։ Ոնց երբ հասցնի։ Կարո ճարտարապետականը ջիղը մեջ չես կում ռեժիսուրայի ժամանակ։ Ճարտարապետական ռեժիսուրայի մեջ, բայց ինձ ցույց տան պապան այս վերջերս իրենք աշխատեցին այդ Խանջյանին միացնող, հա, Խանջյանը չէ, անատոմիկից միջև պետական համալսարանի։ Պետական համալսարանի այդ որ մոստը սարքեցին, որ հիմա հարմար այդ կամը։ Գետառը այդ դրա վրա էին աշխատում վերջին գործերից էր, հա, ահա, հերացից։
Պապային մոտենում եմ, հասնում եմ, պապ, ասում եմ, կբացատրես ավտոն որտեղից է մտնելու, դե պիտի ավտոյով իմանամ ոնց եմ մտնում, ոնց եմ դուրս գալիս։ Փորձել ես վահանակները կարդալ, ցուցատախտակները։ Փորձել եմ, բայց մինչև վահանակները։ Շինարարության ընթացքում ասում եմ, հələ վահանակներ, ասում եմ, մատ կասես ոնց եմ մտնում, ոնց եմ դուրս գալիս։ Ասում եմ, դե ստեղից մտնում ես, էսենց փակում, ապա ոչ մի բան չեմ հասկանում։ Ասում եմ, դե ես պիտի լցնենք ստեղ բան չեմ հասկանում, բացարձակ։ Ճանապարհը շատ օգտակար է, որովհետև ամեն վայրկյան անցնելիս հասկանում ես ինչքան թեթևացել է երթևեկությունը։ Թե չէ քայլել չի լինում մեքենայով մեր քաղաքում։ Ոչ մեքենայով է քայլել լինում, ոչ առանց մեքենայի։ Առանց մեքենայի է երևույթին չի լինում։ Շատ քիչ ենք, բայց տեսնում եք, պրոբկաներ են, անընդհատ խցանումներ, բավականին նոխնեց դա մեզ։ Ես հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն է Յուրի Բալյանը, Կարոյի հայրը, ճանապարհաշինարար, մարդ, որը 12 տարի աշխատել է ճանապարհաշինության նախարարությունում, 20 տարի ճանապարհաշինության վարչության պետ որպես, իսկ հիմա սահմանաշեն ՍՊԸ-ում, որը իրականացնում է ճանապարհաշինության տեխնիկական հսկողություն եւ շատ այլ հետաքրքիր բաներ։ Իսկ Տիկին Ժանետը 45 տարվա կին, քանի տարվա մանկավարժ? 42 տարվա մանկավարժ։ Դեռ մի քիչ էլ ավելի։ Դե արդեն շատ էր, 42 տարվա մանկավարժ։ Ամեն ինչ ասված է դրանով եւ Կարոն նրանց ընտանիքի կրտսեր որդին, դերասան, ռեժիսոր, բեմադրիչ, դեռևս ուսանող, ինչու ոչ, մագիստրանտ։ Կարո, ինչ երազանքներ, ցանկություններ ունես եւ արդյոք այն մյուզիկլի գաղափարը, որը քո մեջ կա, ի վերջո կստանա իրականություն։ Կամ ինչ է պակասում։ Իրականացվի մյուզիկլը, որը մտածում եմ։ Մի քիչ մեծ բան եմ վերցրել, էլի գլխիցս կոպիտ ասած, տեսնենք կարող եմ մասշտաբային առումով թե իրագործելու։ Հա, մասշտաբային թե իրագործելու համար է մեծ, թե մասշտաբային, այսինքն թե ֆինանսական խնդիրներով, թե չափերի խնդիրներով, դե որովհետև ռեժիսորը պիտի կազմակերպիչ է լինի, չկարողանա ամեն դեպքում։ Ինչի մասին է մյուզիկլը։ Դեռ ուզում եմ մի քիչ, հա, ասեմ Պերլագեր Կվիստի գործերից է չարկատակ է կոչվում, չեմ բացի, բայց փակագծերը, դա պատմվածք է, որը հետագայում կդառնա պիես ու կլինի մյուզիկլ, այդպես եմ պատկերացնում, տեսնենք Աստված տա։ Շնորհակալություն եւ Տիկին Ժանետ, ձեր հեղինակայավոր խոսքով ավարտենք ու ամփոփենք այսօրվա եթերը, ինչ ասել է ընտանիք եւ որն է այդ ընտանիքի կայունության հիմքում։ Պետք է երջանիկ լինի ընտանիքը, այն ընտանիքը, որ երջանիկ է, այ ձեր երջանկության մեխանիկա է կոչվում, չէ՞։ Երջանկություն պետք է լինի, համբերություն, համրժողականություն, միասնություն, ամեն ինչ պետք է լինի ընտանիքում, որ համերաշխ լինի եւ կայուն։ Սիրելի հեռուստադիտողներ, ամեն մարդ ունի երջանկության իր բանաձևը։ Ես էլ անշուշտ ունեմ իմը, որը չեմ կարծում թե ձեզ հետաքրքրի։ Դրա համար մեծ հաճույքով կիսվում եմ իմ հյուրերի, հարգարժան ու սիրելի հյուրերի երջանկության բանաձևով։ Ընտանիքի համերաշխություն եւ սեր, ահա այդ բանաձևը։ Իսկ մենք կրկին կհանդիպենք հանրայինի եթերում։